Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդիպում են ունեցել Գյումրիում հասարակական, առողջապահական, կրթական ու այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող կանանց հետ։ Կանանց միջազգային օրվան նվիրված այս հանդիպումը նպատակ ուներ բարձրաձայնել կանանց հետաքրքրության շրջանում առկա խնդիրներն ու թե ինչ կարող են անել պետական աշխատողները դրանք լուծելու ուղղությամբ։ Մարտի 8-ը իր խորհրդի շրջանակներում թե ծաղիկների, թե շնորհավորանքների շատ կարևոր է եւս մեկ անգամ բարձրաձայնելու, թե ինչ խնդիրների ենք մենք առնչվում, թե հանրային, թե հասարակական կյանքում։ Ես կուզենայի, որ այստեղ այնպիսի պետական քաղաքականություն մշակենք, որ մեր ուսանողները, ովքեր ավարտում են, արդեն կարող են հստակ որպես բժիշկներ աշխատել, այդ մարդկանց ինչ որ առումով կապենք մեր քաղաքի հետ, որպեսզի այստեղ կայանան, այստեղ իրականացնեն իրենց ստացած փորձն ու գիտելիքները։ Առողջապահական հաստատությունների մատչելիությունից մինչև հոակների ու պոակների աշխատակիցների բժշկական ապահովագրություն, ենթակառուցվածքների հիմնանորոգումներ եւ այլն խնդիրներ, որոնք բարձրաձայնել են այս կանայք։ Բոլոր մեր նոր նախագծերում միանշանակ ամբողջական փորձում ենք լուծումները տանք, որ ոչ թե ուղղակի ներս գալը հնարավոր լինի, այլ նաև ներսում ճիշտ տեղաշարժվելը։ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդիպման ընթացքում ընդգծեց, որ նման միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն, քանի որ միայն պարբերաբար բարձրաձայնելով խնդիրները հնարավոր է գտնել դրանց արդյունավետ լուծումներ։ Նմանատիպ հանդիպումները լինելու են մշտական մեր կառավարության անդամների հետ, ում հրավիրում ենք նախորդ տեղեկացնում եմ, որ սա առաջինն է եւ բնականաբար վերջինը չի, այս ուղիղ կապը միշտ պետք է պահենք։ Նախարարը նշեց, որ ներկայային Գյումրիում վերակառուցվելու է թիվ 2 պոլիկլինիկան։ Տեղեկացանք նաև, որ հասարակական կազմակերպությունները պատրաստական են մեր բժշկական հաստատությունների աշխատակիցների համար կատարել անվճար վերապատրաստման դասընթացներ իրականացնել, որը շատ կարևոր է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին անդրադարձավ այն խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ կառավարությունը արդեն իսկ հստակ քայլեր է ձեռնարկել։ Մենք թե կապիտալ ծախսերով, թե նաև որոշակի ծառայություններ ընդլայնելու շրջանակներում պիտի հասցեագրենք նաև մեր գյումրեցիների առողջական խնդիրները։ Այստեղ այսօր բարձրացեցին հարցեր հաշմանդամության հետ կապված, որ շատ զգայուն թեմա է վերականգնողական առողջության, եւ ուրախ եմ, որ կանայք էլ շատ մեծ ներգրավվածություն ունեն թե խնդիրները բարձրաձայնելու, թե նաև լուծումներ գտնելու մեջ։ Առաջիկայում Սարիկ Մինասյանը կառավարության ներկայացուցիչների հետ ոլորտ առ ոլորտ կգույքակրի առկա բացերն ու մտահոգությունները։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, Հայկ Կապրելյան այսօր։